Նախատեսված կարգերի շրջանցման առանց համապատասխան փաստաթղթերի առանց կենտրոնի բարակայնացնելու 155,000-ից 200,000 գնի թվակետեսական կենտրոնների առնական միացանությունների արտադրելու գործընթացի դիմաց կազմակերպելու համար։ Այդ նպատակով Աշոտիկ կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 8-ից Դավիթ Պողոսյանի հետ մեկնել է Գերարքունիքի մարզի Սևան քաղաք, որի գաղազարանի հանդիպելու նպատակով։ Որի գաղազանի հետ հարցազրույցի ընթացքում Դավիթ Պողոսյանը Աշոտիկ կառավարության կողմից առաջարկել է 200,000-ից 300,000 ԱՄՆ դոլար, 150,000-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենտրոնների արտադրման գործընթացը կազմակերպելու դիմաց։ Իր հերթին որի գաղազարանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ և գործընթաց իրագործելու նպատակով պաշտպանության ցուցակել պայմանավորվածություններ։ Հաջորդ օրը 2023 թվականի օգոստոսի 9-ին որի գաղազարանը զանգահարել է Դավիթ Պողոսյանի և առաջարկել հանդիպել ազգային ժողովի վարչական շենքի մոտ Երևանի Սիրահարների այգում։ Համաձայնելով առաջարկին Դավիթ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է որի գաղազարին, որի ընթացքում որի գաղազարանը հայտնել է, որ գործընթացը իրագործելու նպատակով արտոնից պայմանավորվածությունները ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի իսկակեցրել ջերմուհետ, որից հետո գործընթացը սկսելու համար պահանջել է 100,000 ԱՄՆ դոլար, գումար նշելով, որ գումարի մյուս մասը 100,000 ԱՄՆ դոլարը պահանջի հետագայում գործընթացի մեկնարկից հետո, որ որի գաղազարանը հատկել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակով կենդանիներ։ Որի գաղազարանի առաջարկած Դավիթ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ կառավարությանը և համաձայնել է առաջարկված պայմաններին։ Հաջորդ օրը 2023 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Դավիթ Պողոսյանը և Աշոտիկ կառավարությանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ Երևանի Սիրահարների այգում հանդիպել են որի գաղազարին, որից հետո Աշոտիկ կառավարությունը տեղեկացրել է, որ կարողացել է հավաքել ընդհանուր 20,000 ԱՄՆ դոլար գումար, ուստի առաջարկել է այն փոխանցել որի գաղազարին, պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենտրոնների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Որի գաղազարանը գտնվել է առաջարկից նշել, որ իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը հաշվի առնելով ինքն արդենից պայմանավորվածությունները ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է ստանալ 20,000 ԱՄՆ դոլար գումար։ Այսպիսով պարզվել է, որ որի գաղազարը լինելով ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական երազողություններ, այդ կերպ հանդիսանելով պաշտոնատար անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այդ պաշտոնատար անձի նկատմամբ ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի առնելու ապօրինի գործողություն, այսինքն որի գործերի գաղազարին տեսագրվում է քրեականների 438 թվականի 3 մասի հետո նախատեսված հանցանքի կատարում։ Բացի այդ, Էկոսիթի սպանքերության հիմնադիր նախագահ Արամ Կրչյանը ազգային ժողովի ուսումնական պատգամավոր որի գաղազարին խնդրել է իր յուրահատությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի աջակցել քաղաքացի исторական փողոցի 8-րդ հասցեում գտնվող Լենին մոնումենտալի անվան թիվ 136 հիմնական դպրոց քաղաքի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ նրա դպրոցի նոր շենք կառուցելուց մյուս մասը պետության կողմից Էկոսիթի սպանքերության անհատուց տրամադրելու և դրա վրա բազմադրական բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Կրչյանը 2022 թվականին մաս ընդհանուր 23,000 ԱՄՆ դոլար և 300,000 դրամ է տվել ազգային ժողովի պատգամավոր որի գաղազարին, ստանալով նշված գումարը որի գաղազարանի ձեռնամուխ եղել նշված գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով որի գաղազարանի 2023 թվականի հունիսի 7-ին դրա քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արման Բուլայանին է հասցեագրել թիվ 34/11/2023 պետությունը, որով ներկայացրել է Էկոսիթի սպանքերության հիմնադիր նախագահ Արման Կրչյանի կողմից ներկայացված առաջարկը, ինչի պատասխան դրությամբ ներկայացնում են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության, բազմաբնական շենքի և նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ
իրատեսչության դիտարկումները, այսպիսով հողի կառավարները դներով արտաքին ժողովի պատգամավորողի իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական իրադարձություններ, այդ կերպ հանդիսանալով պաշտպանական արտաքին ժողովի կանոնավոր համանդրական օրենքի 7 հոդվածի առաջին մասի 11-րդ կետի համաձայն իրավունք ունենալով հարցումներով եւ առաջարկելով դիմել պետական եւ ֆեդերալ կառավարման մարմինների պաշտպանական անձանց աշխատողի օգնի իշխանական իրադարձությունների եւ դրանցով պայմանավորվածություն կատարելու դիմաց Աջում եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 11 միլիոն 229,370 հրամանական կաշառք, այսինքն հողի կոնցեպտի ավանդույթի մեսալերում։ Դրանք իրականացնում են 437 հոդվածի 7 մասի 2 հոդվածի հաստատի կատարում։ Սա մեծ համար շինությունների լիազորությունների շրջանակների հետ կապված ունեն հարցադրումներ, որոնք հետագայում բացահայտել են, եւ մարտավարական առումով որոշակի ավելի բաց դիտարկումներ հիմնավորումներ հիմա չեմ անում, որովհետեւ որոշակի հարցադրումներից չեմ ուզում, որ մրցակցության պարագայում հանրային մեղադրողները հետագայում հասկանան ինչ մարտավարություն է պատրաստվում եւ համապատասխան արդյունքներ մեզ համար չստեղծեն։ Միանշանակ է, մենք պայքարելու արտադրության մեզ համար նման հեղափոխը ոչ միայն շուտ, այլ նաև հասկանալի չէ։